Հակոբի տղաներն էին։ Հիմա Հովսեփն է, ձեր աղբերն է։ Աստծուց շնորհք հաստացե։ Ասենք այս ինչ եղբայրը Տեր օրհնի։ Լավ շնորհքով գործում է, քարոզում է, այսինչ քուրիկը լավ երգում է, այսինչ տատիկը լավ աղոթում է, վերջը։ Ես ուրախանամ, թե տխրեմ, եթե մի բարի բան տեսնում եմ եկեղեցու մեջ, ինչ որ մեկի միջոցով կատարվում է։ Մեղքի բնությունը, որը կոչվում է նախանձ, մի ոսկորներն եք փտասնի։ Փաստորեն քեզ է վնաս։ Ավետարանի մեջ մենք կարդում ենք, որ Հակոբի տղաները մի տեսակ չկարողացան իրանց հարազատ եղբորը լսել եւ ուրախանալ։ Ընդհանրեն երազ էր տեսել։ Ասում է անոր երազներուն եւ խոսքերուն համար ավելի ատեցին նրան։ Փաստորեն նախանձը տանում է ուր ատելության եղբայրներ քուրեր։ Ժողովուրդ ջան, զարմանալի չլինի, այսօր մայրը նախանձում է իր տղային։ Կամ տղան նախանձում է իր ծնողին, կամ քրոջը, կամ եղբայրը, ընտանիքի մեջ։ Ես նորություն չեմ ասում եղբայրներ քուրեր։ Շատ բաժանումներ կա ընտանիքներում, պարզվում է, որ զույգերի երիտասարդ զույգերի կյանքում, որ անհաշտություն է, ծնողի կողմից է, նախանձում է, որ իր տղան, ասենք, հարսի հետ այդպես ավելի քաղցր, ավելի ջերմ է, քան իր հետ։ Նախանձում է իր եղբորը, որ այն մյուս եղբոր հետ ավելի մտերիմ է, վատ ազգում։ Եվ շատ օրինակներ կարող են բերել։ Եվ դու պետք է այսօր ես ու դու քննենք մեր անձերը։ Ես ոնց անեմ, որ հասկանամ իմ սրտի մեջ նախանձը բժշկված է։ Առաջի Թագավորաց 18-րդ գլուխը շատ հայտնի տեղ է, ես շատ եմ սիրում այս տեղը, երբ որ Սավուղի տղան, հիշում եք Հովնաթանը, ինչքան սիրով է վերաբերվում ում դեմ Դավիթի, չէ՞, բայց իր հայրը Սավուղը թագավոր էր եւ ժառանգությունում պետք է գար Դավիթին թե իրան։ Եղբայրներ քուրեր, սա մի հրաշալի դիպվածք է, որտեղ երևում է մարդի անկեղծ հավատքը Աստծո վրա, ոչ թե ժամանակավոր փառքի վրա։ Քիչ բան չի, թագավորություն է։ Այսօր մենք մի փոքրիկ, ասենք, հարցի մեջ ենք վիճվում, բայց թագավորություն պիտի ժառանգեր, բայց Հովնաթան ասում է իր անձի պես սիրեց նրան։ Եվ դրա համար անգամ հայրը որպես հայր ասեց, ես ճշմարտության կողմը պիտի կանգնեմ։ Ինձ պետք չէ այդ փառքը, այդ թագավորությունը, ինձ պետք է Աստծո օրհնությունը։